Նախագծի մեջ դուք 393 հոդվածի առաջին մասի երրորդ մասի վերջին կետը առաջարկում եք 6-ից 12 տարվա ազատազրկում փոխարինել 14-ից 20, բայց ձեր խոսքում նշեցիք մինչև 14 տարի ազատազրկում կամ ցմահ։ Հիմա 14-ից 20, թե մինչև 14, դա խնդրում եմ հստակեցնել եւ նորից վերադառնալով պարոն Մինասյանի խոսքում հնչած մի պնդման, որ թմրամիջոցների տեսակից կախված դրանց ազդեցությունը կարող է շատ տարբեր լինել, մասնավորապես ներկայումս հիմա բավականին տարածված են սինթետիկ թմրանյութերը, որոնք պարզապես ողբերգական ազդեցություն են ունենում նույնիսկ քիչ քանակի դեպքում, այնինչ օրինակ այլ թմրանյութի անուն ունեցող նյութեր, ինչպիսին է օրինակ մարիխուանան, իրենց ազդեցությունը այդպիսի ողբերգական բան չի։ Դրա համար իմ հարցը հետևյալն է. դուք արդյոք նախատեսում եք նաև տարանջատում մտցնել կոնկրետ թմրանյութի տեսակի դեպքում պատժի խստության, թե բոլոր թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դուք առաջարկում եք նույն ձևով սանկցիայի ենթարկել եւ մեկ էլ կամավոր թեստավորման հարցս վերաբերում ձեր խոսքում նշեցիք կամավոր թեստավորում, բայց նաեւ ասում եք, որ եթե մարդիկ իմանան, որ ստիպված են լինելու որոշակի պարբերականությամբ թեստավորվել, դա իրենց համար կանխարգելիչ ազդեցություն կունենա, այդտեղ կամավորի եւ ստիպվածի շեմը խնդրում եմ նշեք, եթե կամավոր է, ինչու պետք է իրանք մտածեն, որ ստիպված են լինելու, թե այդուհանդերձ մենք դեռ գտնվում ենք այն փուլում, որ դեռ չենք որոշել կամավոր է լինելու, թե ոնց։ Ջուլհակյան, սկսեմ վերջից, թեստավորումը կլինի կամավոր թե ընտրանքային, վարչապետի հանձնարարականով պետք է նաև լինի ընտրանքային եւ ձևը պետք է առաջիկայում սահմանի կամ առաջարկի ներքին գործերի նախարարությունը, թե ինչպես պետք է դա լինի, որպեսզի բացասական հետևանքներ չլինեն։ Օրինակ մենք ունենք ինքնասպանության դեպքեր դպրոցներում աշակերտների կողմից, որպեսզի նման դեպքերը հանկարծ չավելանան եւ չունենանք սրա հետևանքով ինքնասպանության հասցնելու կամ փորձի դեպքեր, այսինքն պետք է նոր մոտենանք, որպեսզի ընտրանքային այս գործիքը օգտագործելով չստացվի այնպես, որ ունենանք ինքնասպանության փորձի դեպքեր, հատկապես դպրոցականների կամ ուսանողների, ինչու՞ չէ նաև զինվորականների շրջանում։ Ինչ վերաբերվում է 393-րդ հոդվածի երրորդ մասին, հիմա ընթերցեմ, առաջարկում եմ պատժվում է ազատազրկմամբ 6-ից 12 տարի ժամկետով, սա գործող կարգավորումն է, առաջարկում եմ սարքել 6-ից 14 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։ 6-ից 14 կդրեք 14-ից 20 տարի ժամկետով։ Մեզ մոտ եղած նախագծում 14-ից 20 տարի ժամկետ։ Մեր փոփոխություն ենք կատարել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ, ինչ վերաբերվում է, թե որ թմրանյութերն են համարվելու, որ թմրանյութի որ գրամն է համարվում զգալի չափ, որն է համարվում խոշոր չափ, որը առանձնապես խոշոր չափ, դա նախագծով որևէ կերպ սրան անդրադարձ չեմ կատարում եւ չէի կարող կատարել, քանի որ դա որոշվում է կառավարության 707 որոշումով։ Կառավարության 707 որոշումը սահմանում է, թե որ թմրանյութի որ գրամն է համարվում մանր չափ, որի համար այժմ գործում է միայն տուգանք, որն է համարվում զգալի չափ, որը խոշոր, որը առանձնապես խոշոր։ Օրինակ, մարիխուանայի դեպքում գործող կառավարության որոշումով 62 գրամն է համարվում առանձնապես խոշոր, քանի որ ինքը պակաս վտանգավորություն ունի մարիխուանան, ի տարբերություն օրինակ ամֆետամինի, որի 1-2 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, կամ օրինակ մեթադոնի կամ հերոինի օրինակ դեպքում 0.7 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, ի տարբերություն օրինակ մարիխուանայի, որի 62 գրամն է միայն խոշոր համարվում, կամ ափիոնի, որի 12 գրամն է համարվում խոշոր։ Ես այս ցանկին որևէ անդրադարձ չեմ արել եւ փոփոխություններ այս մասով չեմ առաջարկում, գործող կարգավորումն ինչպես կա, այնպես թողնում եմ։ Եթե ժամանակի ընթացքում կառավարությունը կգտնի, որ որոշ թմրանյութերի համար պետք է նվազեցնել կամ բարձրացնել գրամները, ուրախ կլինեմ
քննարկմանը նաև մասնակցելու, ասեմ, որ ոստիկանության գործընկերներից մի քանիս աշխատանքային կարգով ոչ պաշտոնական նաև առաջարկել են նաև որպեսզի գրամները փոքրացվի, որն է սրա խնդիրը, որը այսօր մենք գործնականում ունենք, Տիկին Մինասյան, ցանկանամ, որպեսզի ուշադիր լինեք, որպեսզի նաև հնարավոր է սրանով պատասխանեմ ձեր հարցերին։ Ունենք թմրամիջոցներ, որոնք մեր թմրավաճառները, մեր նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների վաճառքով զբաղվող քաղաքացիները, ովքեր վաճառում են այն գրամով, որպեսզի դա զգալի չափ չհամարվի եւ հայտնաբերվելու դեպքում նրանք կամ այն անձինք, ում վրան վաճառել են, չենթարկվեն քրեական պատասխանատվության, այլ վարչական պատասխանատվության ենթարկվեն, այսինքն եթե օրենք վաճառում են տաբլետկա, դա կիսում են, մի քիչ քերում են, նոր են վաճառում, որպեսզի հայտնաբերվողը չենթարկվի քրեական պատասխանատվության, այլ վարչական պատասխանատվության Վախենամ հիմա ուղեցույցը, ինչու եմ սա ասում, որ իրականում այս խնդիրը կա գրամների հետ կապված եւ նաեւ առաջարկ կա, որպեսզի այդ գրամները փոքրացվի, որպեսզի փոքր գրամի դեպքում հայտնաբերվելու դեպքում նույնպես քրեական պատասխանատվություն լինի, որն է սրա առաջարկի հիմնական մոտիվացիան եւ նպատակը, որպեսզի այն քաղաքացին ում մոտ գնաց քաղաքացիով թմրանյութ է գնել, իր մոտ մանր չափի թմրանյութ է, ինքը հայտնաբերվում է, ենթարկվում է վարչական պատասխանատվության, չի նշում անձումից, որ գնել է թմրամիջոցը։ Երբ մենք այս թմրամիջոց գնաց քաղաքացուն, ում մոտ հայտնաբերում են, արդեն ենթարկենք խիստ պատասխանատվության, կամ տուգանքը մեծացնենք, կամ նախատեսենք քրեական պատասխանատվություն կալանքի տեսքով, նա արդեն կհայտնի թե ումից է ձեռք բերել, որպեսզի ավելի մեղմ պատիժ կիրառվի նկատմամբ, եւ մի քանի նման դեպքերի շնորհիվ մենք հնարավորություն կունենանք արդեն հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու իրացնողին, քանի որ իրացնողին, որպեսզի մենք կարողանանք ապացուցել դատարանում, որ նա իրացնողն է, պետք է ունենանք 3-4 ցուցմունք, որ այս անձից գնել եմ թմրամիջոց, որպեսզի դա դատարանը համարի բավարար եւ տվյալ անձը դատապարտվի թմրամիջոցը ապօրինի իրացնելու համար, ոչ թե պահելու։ Քանի որ հաճախ իրացնողները երբ հայտնաբերվում են, դժվար է լինում ապացուցել, որ նրանք դա պահել են իրացնելու նպատակով եւ պատասխանատվության են ենթարկվում ոչ իրացնելու նպատակով, որը ավելի մեղմ պատիժ է նախատեսում։